երեք ձերբակալվեց ցերեկը ժամը 12-ից ներողություն ժամը 1-ից 10 պակաս քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 70 օբյեկտներում անշարժ գույքերում նրան պատկանող միաժամանակյա համաժամանակյա խուզարկություններ են ընթանում եւ որոշ կադրեր հրապարակվեցին երեք իր տունը, հա, ուրեմն խուզարկելու դռների առաջ ազգային անվտանգության ծառայության եւ եսին ոստիկանության հատուկ ճոկատայինների բանը հերթապահության կամ չգիտեմ պահպանության մասին, որտեղ ներսում խուզարկություններ բաներ էին ընթանում, այդպես հասկացանք, իսկ այսօր մի քանի ժամ առաջ երևի տեսած կլինեք 3 ժամ առաջ հրապարակվեց 1 րոպեից մի քիչ ավելի տևողությամբ տեսագրություն, որը կցկդուր մոնտաժած էր, ինչպես են գնում դրան մոտենում արդեն բակում պարոն Ծառուկյանին ներս մտնում եւ Ծառուկյանին ձերբակալելու դրվագը ցուցադրվեց մոտ 20-25 ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ թիկունքներին գրած էր ազգային անվտանգության ծառայություն դիմակներ եւ պարոն Ծառուկյանը ընդառաջ էր գալիս առանց իմ տեսնելով էլի չգիտեմ դե ուրիշ ինչեր են եղել առանց դիմադրության ժպտալով եւ տապալեցին գետնին ու ձերբակալություն բառը մի քիչ չափազանցություն է այս դեպքում որովհետեւ հետագայում դուրս բերելու եւ ուրեմն դատարանի մուտքի ելքի կադրերի մեջ երևում է որ ծեռնաշխտաները այդ ստանդարտ ծեռնաշխտաները հերութանից տեղից լավ կլինի երբեք գործ չունենաք ես գործ ունեցել եմ այդ ծեռնաշխտաները չէին հագնում պարոն Ծառուկյանի ձեռքերին եւ խորհրդանշական իմաստ ունեին դե ակնհայտ էր ու երբեք էլ չի եղել էլի որ Ծառուկյանը փորձի փախնել թռնել չգիտեմ էլի հա ընդհանրապես մարդկանց կռացրած գլուխները ցած իջեցրած վիճակով մեքենայից իջեցնել տանել բանը քննչական կոմիտե կամ հակակոռուպցիոն կոմիտե նույն ձևով իջեցնել նստեցնել ավտո այս պրակտիկան խայտարակ բան է ես չգիտեմ կան կարգավորումներ թե ինչպես պիտի այդ մարդիկ տեղափոխվեն Այն որ մեքենա նստելուց առաջ ֆիլմերում եք տեսել, հա, գլուխը կռացնում են, որպեսզի գլուխը չխփի մարդը այդ, ասենք թե մեքենայի դռան առաստաղի կամ շեմին էլի, դա տեսել ենք, գիտենք, դիտավորյալ չխփի կամ պատահական հանկարծ չխփվի, սա հասկանալի է, հա, բայց նվաստացուցիչ վիճակում, նվաստացված վիճակում մարդկանց տեղափոխել, սա պարբերաբար ես սրան անդրադարձել եմ եւ Ծառուկյանի առիթով նորից հիշում եմ ընդհանրապես այդ նվաստացումը ինչ նպատակ ունի դրա հիմքը որն է ինչ կարիք կա դրա եթե մարդը իր ոտքով կարող է գնալ նստել այն մեքենան ուր ասում է բերման ենթարկող ոստիկանը կամ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը ես իմ օպերատիվ հետախուզության ծառայողը եւ այլն եւ այդ ձեռնաշխտաներն էլ դե սկսեցին ծաղրել բան անել թե բանը դե այնուամենայնիվ հարկավոր էր փակել այդ ձեռնաշխտայի փականները եթե զորով տանեին դա կլիներ խոշտանգում էլի մի խոսքով այն ֆրանսիական տիպի ֆիլմերում տեսել եք հա ձեռքերն իրար հետ ձեռքերը ոտքերի հետ ձեռնաշխտաներով կապած այդ բաներից ոնց որ թե Հայաստանի իրավապահ համակարգ չունի բայց հա մանրուք է էլի թույլ տվեք մանրուք համարել եւ անցնել առաջ Իսկ այսօր առավոտնի ժամը 9-ին կալանավորման միջնորդություններ քննվում ու նախագահում է դատավոր Գարիկ Աբելյանը եւ դատելով ընդդիմադիր մի քանի հոգու մեկնաբանություններից նույն այս դատավորը կալանքի միջնորդություններ դատում ոչ թե բուն գործը բնականաբար ինչպես հասկանում եք դատել եւ քննել է նաեւ Անդրանիկ Թևանյանի գործով Կաքիկ Ծառուկյանի նախընտրական ցուցակի երկրորդ համարն էր լրտեսության եւ դավաճանության մեղադրանքի գործով քարոզարշավի ընթացքում ձերբակալվեց եւ կալանավորվեց Անդրանիկ Թևանյանը նույն դատավորը եւ նույնիսկ դատի, այսինքն այս կալանավորման միջնորդությունը քննելու ժամանակ արդեն շատերը ասում էին որ քանի որ Կաքիկ Գարիկ ներողություն Աբելյանն է քննում գործը ուրեմն հաստատ
հաստատ կալանք է որոշելու եւ այլն։ Ուրեմն մեղադրանքը առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպում եւ փողերի լվացման համար ծանր մեղադրանքներ են սրանք, հոդվածներին ավելի ուշ կանդրադառնամ։ Ծառուկյանը մեղադրանքը սուտ սարքած փուչիկ է որակել, այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, ես այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի, ուրեմն абսուրդային եւ ծիծաղելի է գնահատել փաստաբանը այս մեղադրանքը։ Դե քանի որ սովորաբար միջնորդությունների քննության դատը սովորաբար ո՞րն է։ Գրեթե միշտ, հա։ Միջնորդ այս դեպքում կալանք էլի, հա, միջնորդությունը դատարանում քննվում է տրմփակ, փաստաբաններն էլ շատ բան չեն կարող մանրամասներ բաներ ընդեղից դուրս բերել հաղորդել, այլապես կմեղադրվեն քննության գաղտնիքը բացելու հրապարակելու մեջ եւ այլն, ու վերջը 2 ամսով կալանք։ Այսպես է որոշվել, ինչի մասին է խոսքը ավելի մանրամասն, պարոն Ծառուկյանի մեղադրանքի հետ կապված։ Ահա, իդեպ մեծ օպերացիա է եղել 3 ազգային անվտանգության ծառայություն, պետեկամուտների կոմիտե, ներքին գործերի նախարարության, ոստիկանության աշխատակիցների հետ, այս բոլորն իրար հետ։ Ինչն է մեղադրանքը։ Կայքիկ Ծառուկյանի ներողություն կազմակերպմամբ մի շարք անձին 22-24 թվականների ընթացքում արերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Մանրամասները, ուրեմն Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, իբր կապ է ստեղծվել իրանցի ինչ-որ մի պայմանական գործընկերոջ հետ, ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունը ներմուծվել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք, տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեության ծավալելու սեվական դրսևորումներով կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը եւ պաշտոնական այլ փաստաթղթեր։ Հափշտակվել է 21 միլիոն 72 հազար եւ այլն ամերիկյան դոլարին համարժեք 8 միլիարդ 126 միլիոն ուրեմն դրամ։ Այնուհետև հանցավոր խմբի անդամները, սա մեղադրանքից է, ժողովուրդ ջան, չգիտեմ ճիշտ է, սուտ է, գաղափար չունեմ։ Նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը, գույքը արդեն հոգնագի է, այսինքն գույքերը կարիք չկա գրել, էլի, բայց թե ինչ որ է գույքերը, լեզվի տեսչության բաներից ինձ չպատմեք, էլի առողջություն չկա, ժողովուրդ, օրը մեկ մի բան է որոշվում։ Դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների եւ մյուս ապրանքների հանցավոր ծագումը եւ այլն, կարելի է գտնել կարդալ։ Մի ուրիշ դրվագ կա այս մեղադրանքների մեջ, ուրեմն 934 հազար ամերիկյան դոլարի հետ կապ ունի, էլի Իրանի քաղաքացի, ես չգիտեմ ինչ բան է, էլի կապ է, գուցե իրանցիք են քաշել հանցագործ սխեմայի մեջ պարոն Ծառուկյանին, չգիտենք, հա։ Սա էր մեղադրման հոդվածները, համարները չկարդամ, էլի, առանձնապես խոշոր չափերով խարդախություն, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, կազմակերպելը 2 դրվագ եւ այլն, սա էր, հա, երեկվա ուրեմն հետախուզարկությունների ընթացքում 70-ից ավելի հասցեներ, ինչպես ասացի, արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում հափշտակված տրանսպորտային միջոցներ, հա, եւ կանք հասնենք կենթանիներ, ուրեմն 2 ամսվա կալանք, որպես խափանման միջոց, 7 քաղաքական ուժեր հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ, այս ձերբակալությունը, կալանավորումը եւ մնացած գործողությունները ու իհարկե կենթանիների եւ խրտվիլակների արգրավման մասին։ Իրավապահ համակարգը ասում է, որ այդ արգրավումները արվել են, որովհետեւ այդ արգրավված
կենթանիները եւ առարկաները խրտվիլակները, հա, համարվել են իրեղեն ապացույցներ։ Հիմա այդ մնացած դրվագներին անդրադառնանք։ Իհարկե հաղորդագրության մեջ ասում է 300-ից 1 վակր, հա, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց, տեղափոխվել են կենթանաբանական այգի եւ 190 հատ խրտվիլակ, որոշ ֆոտոներ բաներ հայտնվեցին համացանցում, տեսած կլինեք, որսորդական սրահի կամ նման մի սրահ էր սարքած, տան երևի թե ինչ-որ մի հատվածում, նման բաներ ես իհարկե տեսել եմ եվրոպական թագավորական պալատներում, թանգարաններում, երբ եղջերուներ են, չգիտեմ, որսի արդյունքում, որսից հետո այդ խրտվիլակները սարքել են, որպես հույս հպարտացել են, պարծեցել են դրանով եւ այլն եւ այլն։ Հա, շատ հակասական են տեղեկությունները այս կենթանիների եւ խրտվիլակների հետ կապված։ Մարդիկ կան, որոնք կարելի է համարել նաև մասնագետներ են, որոնք ասում են, որ սա մեծ արժեք է, գիտական արժեք է, մարդիկ կան, որ ասում են, այս 21-րդ դարում այս ինչ ամոթալի պատմություն է, ոնց կարելի է վայրի կենթանիների խրտվիլակները հանել շարել պատերի վրա եւ այլն եւ այլն։ Դուք կունենաք ձեր գնահատականները, օրենքով իմանալով արգելված չէ, բայց չգիտեմ, ինչ չկա ինչ-որ միանշանակ կարծիք սրա հետ կապված։ Մանիպուլյացիաների եւ մեկնաբանությունների հետ կապված, իհարկե գլխավոր ընդդիմադիր թևի եւ հասարակության մի մասի մեկնաբանությունն այն է, թե Նիկոլա Փաշինյան վրեժ է լուծում Ծառուկյանից, որտեղ քարոզարշավի ժամանակ Ծառուկյանն ասել է, բանը թող կա մտնի որ ծառյուծիս ինչ անունը Վանթակը, պարոն Փաշինյանն էլ 3-4 օր հետո հակադարձել է եւ հիմա այս մեկնաբանությամբ վրեժ է լուծում Ծառուկյանից այս հայտարարության համար, պարոն Փաշինյանի վարված Նիվայի պատմությունն եմ ես բարբերաբար հիշում, հայկական ժամանակի խմբագրության առաջ, չեմ հիշում որ թվականներ, այդ ֆոտոն հայտնի է ցես, վարված Նիվայի կողքը կանգնած, հա, եւ սրա հետ կապված տարբեր առիթներով տեղեկություն ասեմ, կասկած ասեմ, ինչ ասեմ, հնչել է թե դա Ծառուկյանն է արել։ Իհարկե Հայաստանում լրագրողական էլի մի շարք մեքենաներ են վարվել անցած 30 տարիների ընթացքում, երևի 15 մեքենա, այդ թվում նաև Սուրեն Բաղդասարյանի մեքենան 2 անգամ կամ Սուրեն Բաղդասարյանի 2 մեքենաներն են վարվել, հա, մի խոսքով, դա էլ վրեժխնդրություն, թե այս տեսակ մեկնաբանություններ, որ նման բան ասած, որ ծառյուծից մոտ կգցեմ եւ տարավ պարոն Փաշինյանը արյուծներից մեկը սպանել տվեց, թե արյուծներից մեկին լեզվի պատասխանատուները թող ինքները որոշեն, որ տարբերակն է լավը, հա, շատ լուրջ դեմքով դա պնդող մարդիկ կան, էլի, հա, ես հավատս չի գալիս էլի ճիշտն ասած, թե բանը Փաշինյանը ասել է տարեք են արյուծ, հատկապես այն մի արյուծը տարեք եւ կսատկացնեք էլի այս գիշեր, բայց կենթանի տեղափոխելու հետ կապված, իհարկե այս թվերը նաեւ ստեղ հակասություն ունեն, հա, ես այդ մի հատվածը լավ անդրադառնանք բանին, քաղաքական ուժերի հայտարարությանը, հետո կվերադառնանք կենթանիների եւ խրտվիլակների արգրավմանը, ներքո ստորագրյալ ընդդիմադիր ուժերն իրենց աջակցություն են հայտնում Կակիկ Ծառուկյանին վերահաստատում, որ քաղաքական հայացքների ընդդիմադիր գործունեության քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական եւ ժողովրդավարական պետությունում եւ այլն։ Շատ տարօրինակ է ստեղ գիտեք, որ հատվածը, որ այս ուժերը համարում են ոչ ժողովրդավարական երկիր Հայաստանը եւ ասում են, որ ճնշումը անընդունելի է իրավական եւ ժողովրդավարական պետությունում, այստեղ հարց կա էլի, Ծառուկյանին լահանգիստ թողնենք էլի, 5 8 քաղաքական ուժերին, հայ հեղափոխական դաշնակցություն, հայաքվե
ազգային քաղաքացիական միավորում, Հայ ազգային կոնգրես, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Դեմոկրատական այլընտրանք, Մայր Հայաստան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն։ Այնուամենայնիվ ինչ եք կարծում, Հայաստանը ինչ որ չափով կոնե ժողովրդավարական է, թե չէ, մասնակցում է ընտրություններին, ժողովրդավարական է, դատապարտելի ժողովրդավարական է, իսկ հրապարակային բազմաթիվ ելույթներում պարզվում է Հայաստանը բռնապետական է, քաղբանտարկյալներն են լիքը եւ այլն եւ այլն։ Մի խոսքով մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Հասկացանք։ Ակնհայտ է, որ այս հատվածաբար եմ կարևոր հատվածներ ըստիս դուրս եմ բերել։ Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։ Փաշինյանը չի թաքցնում իր բուն շարժառիթները, նա հետապնդումների մեկնարկի հրամանը իջեցրել է նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին եւ այլն եւ այլն։ Հա, ովքեր են հեղինակները կարդացի ամբողջ տեքստին ծանոթանալու համար բարդ չէ, համացանցում կարելի է գտնել կարդալ, տարբեր լրատվամիջոցներ վերարտադրում են այս տեքստը։ Հա, եւ սա վերջին տեքստը չէ, պարբերաբար կլինի, իհարկե այս ցանկում չկար ուժեղ Հայաստանը, ես շատ իր նայեցի, Դաշնակցություն, Հայաքվե, Հայ ազգային կոնգրես, Հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Դեմոկրատական այլընտրանք, Մայր Հայաստան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, բայց կա իհարկե Սամվել Կարապետյանի կարծիքը, այդ ոտի վրա ճեպազրույցների մի դեպքում մի 30 րոպե, մյուս դեպքում 15 րոպե, որոնցում խոսում է մարդը այս ձերբակալության մասին, ասում է, որ մենք ընկեր ենք, հա, եւ էլի քաղաքական հետապնդման մասին կներկայացնեմ քիչ անց հարգելի հայրենակիցներ։ Ոչ ոք չունի բանը վերդիկտը մեղավոր է այս գործով պարոն Ծառուկյանը թե ոչ, անմեղության կանխավարկածը հարգել պետք է բնականաբար, հա, եւ իրավապահ մարմինները պիտի հիմնավորեն այս մեղադրանքները քննության ավարտից հետո դատարան եւ այլն ու ոչ մեկի ձեռը քարի տակ չէ, առաջվանը չէ, էլի մինչեւ 18 թվականի վիճակը չէ, երբ ընդդիմությունները առավել եւս պարոն Ծառուկյանը լրատվամիջոց չունենա, որպեսզի մանրամասն ներկայացվի տեղի ունեցածը եւ իրենց տեսակետը, իրենց տեսանկյունից նորմալ է, որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր տեսանկյունից պիտի ներկայացնեն լրատվամիջոցների գործունեության օրինականությունը մի առանձին խնդիր է, որոնց մասին խոսել ենք, բայց մինչև 18 թվական, օրինակ 2009, 10, 11 թվականների եւ ավելի ուշ եւ դրանից առաջ եղած դատաքննությունները, այն ժամանակվա ընդդիմությունների ներկայացուցիչների ձերբակալությունների լուսաբանումները, բաները տեղի են ունենում հիմնականում 6, 7, 8, առավելագույնը 10 տպագիր լրատվամիջոցներում եւ հեռուստաալիքները չէին համարձակվում, որոշ չնչին բացառություններ լինում էին իհարկե հազվագյուտ, հա, չէին լուսաբանում, չէին ներկայացնում, որովհետեւ իրենց լսարանը մեծ էր եւ իշխանությունը կդար աչքերը կհաներ էլի այդ լրատվամիջոցների, թե այս ոնց թե հանրայինի մատուցած տեսակետից տարբերվող բան է մատուցում։ Հիմա այս դեպքում բարեբախտաբար անցած տարիների ընթացքում բազմակարծությունը զգալիորեն ուրեմն բանը ապահովվել է Հայաստանում եւ ես իսկապես ակնկալում եմ, որ կոնե տարբեր լրատվամիջոցներում այս եւ մնացած հնարավոր գործերի ընտրակաշառքի գործերի եւ էլի ուրիշ, հա, ապօրինի գույքի վերադարձի հետ կապված բազմաթիվ գործեր կոնե բազմապևեր կլուսաբանվի։ Դե հանրայինը դա պետական իշխանության տեսանկյունից է ներկայացնում, ինտերնետային որոշ լրատվամիջոցներ իշխանության տեսանկյունից, շատ ավելի մեծ թվով ինտերնետային լրատվամիջոցներ եւ հանրայինից այդ մեկ լրատվամիջոցից շատ ավելի մեծ թվով ուրիշ լրատվամիջոցներ ընդդիմության որոշ ընդդիմության քաղաքական ուժերի տեսակետներն են ներկայացնում, այնպես որ մի շարք ալիքներ դիտելով լավից վատից կարելի է ընդհանուր պատկեր կազմել, հա, եւ ակնկալում ենք, որ այդպիսի բան կլինի։ Իսկ հանրայինից մյուսներից էլ կարող եմ ակնկալել, բայց թե մյուսները շատ իրենց խմբագրական քաղաքականությամբ լրջորեն գտնվում են սեփականատերերի հսկողության ներքո, գրաքննության կամ ինքնակրաքննության
ներքո թողնենք սա, իսկ հանրայինը քանի որ հայ ժողովրդի ունեցվածքն է, ես ակնկալում եմ բազմակարծիք բանավեճեր, ճիշտ է, բարբերաբար փողոքներ ենք լսում հանրայինի հաղորդավարներից կամ բանավեճեր վարողներից, որ հրավիրում ենք չեն գալիս, բանավեճը լավ բան է, սիրելի ժողովուրդ, գնալ եւ այնտեղ վիճել, էլի, հա։ Անցնենք առաջ, ուրեմն կենթանիների հետ կապված հարգելի հայրենակիցներ, կենթանիների, որ ասացի հակասական տեղեկություններ կան, խոսքը մի կազմակերպության, մի րոպե, խոսքը մի կազմակերպության տրամադրած տեղեկություններին է վերաբերվում, թե բնապահպանական կազմակերպություն, որ ոչ թե ընդամենը 3-4 կենթանի է տեղափոխվել ինչ է անունը կենթանաբանական այգի, այլ շատ ավելին։ Կազմակերպության անվանումը էկոմեդիա բնապահպանական ցանցն է, համահիմնադիր լրագրող Նարինե Կիրակոսյանի մեկնաբանություններն եմ ուզում որոշ չափով իհարկե ներկայացնել, ցես քաղաքական մասին չեմ անդրադառնա, մարդ է, ասենք, Նիկոլի հրանգով սատկացվեցին, Ծառուկյանի սպիտակ առյուծին սատկացրեցին եւ այլն։ Չգիտեմ, եթե կա նման ինչ-որ մի հիմք, փաստ, լավ կլինի իմանանք, էլի։ Այն առյուծին, որին Ծառուկյանը իր ձեռքով կաթի շշով էր կերակրում եւ այլն։ Կենթանաբանական այգի, որոշ հատվածներ իհարկե ցանկացած մեկս կարող ենք մտածել եւ կարիք չկա այս մեկնաբանության վրա հենվել, օրինակ ենթադրվում է, որ կենթանիները անազատության մեջ պահելու համար Հայաստանում պիտի ինչ-որ մի գրանցման, արձանագրման կարգով անցած լինեին եւ մարդը պիտի ունենար իրավունք այդ կենթանիներին իր տանը կամ իր սեփականության տարածքում պահպանելու։ Ենթադրվում է, որ քանի որ պարոն Ծառուկյանի այդ կենթանիների մասին Հայաստանում գիտեն նույնիսկ չծնված երեխաները, հա, ասենք մորփորի մեջ 5-6-8 ամսական երեխեք արդեն գիտեն, նշանակում է, որ պետական իշխանության մարմինները նույնպես տարբեր պատասխանատու մարմինները այս մասին պիտի որ իմանային եւ գիտեին։ Օրինակ, Նարինե Կիրակոսյանը գրում է, որ 23 թվականի վարչապետի հունիսի 1-ի ինչ որոշմամբ կենթանական աշխարհի մասին օրենքում լրացում է կատարվել, Իշխտարունակ է իհարկե վարչապետը չի կարող օրենքում լրացում կատարել, բայց ես հավատում եմ, որ ըստ էության ինչ-որ մի բան կարգավորվել է այստեղ, գուցե նախորդ որոշման էլի մեջ է սահմանվել է կենթանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը, Ծառուկյանի ընտանիքին պատկանող անձնական կենթանիների այգու կադաստրային գրանցում ստանալու մասին եղել է թիմում, որից հետո ի թիվս այլ պետական մարմինների, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են ստուգում եւ որևէ խախտում չեն հայտնաբերել։ Հույս ունենք, որ Նարինե Կիրակոսյանի այս վկայակոչումը ճշմարիտ է։ Ուրեմն, ինչ կենթանիներ ոչ միայն այս 3 առյուծը եւ 1 վակրը հիշատակվում է, որ ուրեմն 190 խրտվիլակները արդեն ասացի, առաջիկայում ասում է 2 կոգորտիլոսների են տեղափոխելու, ինչ կենթանիներ են տեղափոխվել, ինչեր են ուրեմն ներարկել, ասում է, որ հիմնական այն մասնագետը Երևանի կենթանաբանական այգու, որի խելքահասնում է այս գործից, արձակուրդում է եղել եւ այդ ներարկումը դե քնաբեր են ներարկում առյուծներին, որպիսի այդ կենթանիներին, որպիսի վնասազերծեն, հետո հակաթույն այսպես ասած արտնացնելու համար հատուկ տեղամիջոց են սրսկում, տեղամիջոցների անվանումները բաները կան ստեղ, իհարկե լավ կլիներ, որ այդ քնաբերներից կամ ասենք նյարդերը հանգստացնող տեղերից որոշ քաղաքական գործիչների ուրեմն ներարկեին, տարբեր, գիտեք, պատահել են, հա, բնության մեջ լինում են այդպիսիք, մի քիչ զսպեն իրենց բոցավառ էությունը, բայց թե մենք այդ բախտը չունենք, ինչպես ասում են, հա, բանը, եւ ասում է այս տեղեկության մեջ, որ 24-25 տարեկան մի
անասնապույժ, ասենք, ինչ են ասում այդ մարդկանց, հա, ինքն է եղել ներգրավված եւ փաստորեն դոզան ըստ երևույթին, չափականակը ըստ երևույթին սխալ է հաշվարկվել։ Կենթանաբանական այգին իհարկե պարզաբանում հայտարարություն է արել, որ այդ սատկած առյուծը, որը չի արթնացել, հա, մեկը արթնացել է, երկուսը արթնացել են ինքնուրույն այդ 4 կենթանիներից, մեկը հակաթույնը սրսկելուց հետո է արթնացել, այսինքն քնաբերի ազդեցությունը թողնելուց հետո, իսկ այն մեկը սատկել է, ինչպես հասկացաք։ Մի երկարաշունչ հաղորդագրություն է տարածել ավելի ճիշտ հիվանդությունների երկար շարանով, հա, որ հին էր, ծեր էր, մաշած էր, առյուծը, որովայնում ջուր կար, էս կար, այն կար։ Հիմա այստեղ հարց է ծագում, էլի, այս 21-րդ լուսավոր տարում բարեգութ քրիստոնյա հայորդիները, երբ կենթանիներին քնեցնում են, այդ կենթանիները անձնագիր ունեն կամ խնամող ունեն, խնամող է եղել, հա, այդ խնամողների կարծիքը հարցնել, թե կենթանին ինչ հիվանդություններ ունի, ինչով է աչքի ընկել, ինչով ինչ խնդիրներ ունի եւ այլն, չեն բարձում, չեն ճշտում դրանք։ Ինչու չեն ճշտում։ Հասկացանք իրեղեն ապացույց է, որոշել են արգրավել։ Կամ այդ ինչ մի հրատապություն եւ շտապողականություն կար հենց երեք այդ կենթանիները արգրավելու համար։ Խրտվիլակները, ասենք, անշունչ բաներ են, դրանք հավաքել տարել են, հասկացանք, շատ հրատապեր էլի, հա, ասենք փաստագրել, նկարել եւ կապարակնքել մինչեւ որտեղ եք պահում այդ 190 խրտվիլակները։ Այս ինչ բուրըն մղում է, այսպես պոցավառ, լուրջ եմ, ասենք լավ, մեղադրում եք Ծառուկյանին, հիմքեր ունեք, մեղադրում եք, այդտեղ քննարկելու բան ես չունեմ, չեմ կարող ասել, քաղաքական հետապնդում է, թե ոչ։ Բա այդ խրտվիլակները, լավ է դել ջանդամ, հա, շատ կոնկրետ ողջ կենթանիներին հավաքել տանել։ Հիմա այս տեղի ունեցածի հետ կապված քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել սատկելու հետ կապված, էլի, հա, կենտանու առյուծի սատկելու հետ կապված։ Մեղքի զգացում, բան, չկա, հա, ով է եղել մեղավոր կամ ինչ պատասխանատվություն է կրելու, կենթանի խոշտանգելու պատասխանատվություն է կրելու, ինչ է լինելու, էլի, նստելու է այդ բժշկուհին, թե բժիշկը, չգիտեմ, անասնապույժը, անասնապույժուհին առյուծ սատկացնելու համար։ Ինչ կար, տարել էիք, որ ասենք հանգարց Ծառուկյանի տանը գտնվելու հետևանքով քննության վրա չազդեին, հա, ասենք խոսքերը մեկ չանեին էլ այդ կենթանիները, կամ խնամողը չգար սովորեցներ, թե ցուցմունք տալուց առյուծներն ու վագրերը ինչ պիտի խոսեն, հա, մի վարքյան, ըստ կենթանաբանական այգու տնօրենի իրենք նախապես չեն իմացել, որ իրենց մոտ պետք է առյուծներ, վագրեր, կոգորտիլոսներ տեղափոխվեն, հա, հրաժարվել է խոսել, բան չի պատմել, ուրեմն ինչ կա ստեղ, քննչական կոմիտեն որպես իրեղեն ապացույց արգրավել է եւ կենթանաբանական այգի է տեղափոխել 4 բենգալյան վաքր, 3 աֆրիկյան սպիտակ առյուծ, այս ալբինոսն է ըստ երևույթին, որոնք հատուկ տեսակ են գենետիկ առանձնահատկություններով, պատրաստվում են արգրավել նաեւ Նեղոսյան 9 հատ 2 տարեկան կոգորտիլոսներ, անգլիական եւ այլ տեսակի ծիեր, ինչպես նաեւ թռչուններ եւ այլն, հա, այսպիսի ամբողջական մի ցանկ ամբողջական դեռ པարզ չէ, հա, ինչ մի հրատապություն էր, պատճառն ինչ էր, ստեղից է, էլի, որ լիքը մարդ այսօր արդեն խոսում էր այն մասին, որ առյուծներից վրեժը լուծում էր պարոն Փաշինյանը, ամոթ իրեն, էլի, հա, հիմա ես անկեղծորեն չեմ հավատում, թե Փաշինյանը առյուծ բռնել տանելու, առավել եւս սատկացնելու, սպանելու հրահանգ տված լինի, բայց այս քննչական կոմիտեի ժողովուրդը մարմնի հատկապես որ մասով է մտածել այս կենթանիներին այդպես հապճեպ տեղափոխելու համար, մանավանդ երբ կենթանաբանական այգին տարբեր տեղեկություններից ստատելով դեռ պատրաստ չէր այդպիսի ուրեմն բանի համալրման, էլի, եւ այլն, այսօր էլ տարել են այդ բանին, ինչ է անունը,
սովորաբար խնամողին, հա, կամ խնամակալ են ասում խնամողին, որ նայի տեսնի, հասկանա ինչն ինչոց է, ինչի կարիք կա, ինչի կարիք չկա, պայմանները համեմատել չեմ կարող, որովհետև չգիտեմ այնտեղ ինչ պայմաններում են պահվել, այս դեպքում ինչ պայմաններում են պահվելու, համեմատելը դժվար կլինի, էլի, հա, էլ ինչ կար սրա հետ կապված, այդ հակասականության հետ կապված, լավ, ինձ թվում է այսքանը հասկանալի է, շատ կուզեմ, որ այն մարդը, ով մեղավոր է արյուծ ոչնչացնելու հիվանդ էր, ինչ էր, չգիտեմ ինչ էր, տեղում գյուլեիք էլի, հա, ասենք ինչ գիտեիք, հերձել եք, հետո նոր պարզել եք, որ հիվանդ է, այդ մարդը պիտի պատասխանատվության ենթարկվի, չգիտենք կենթարկվի թե չէ, մեր երկրում ինչպես գիտեք, բան է, հրաշքների աշխարհ է, պոլե չուդես, ինչպես ասում են, եւ Հայաստանում, ինչպես ասում է պարոն Փաշինյանը, դատական համակարգը չի գործում, ծառայում է հարուստներին, ով փող ունի, հարցերը լուծում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Ահա այսպիսի պատմություն, հարգելի հայրենակիցներ,